Գիշերվա ժամը 2-ն էր։ Դրսում անձրևը ծեծում էր պատուհանագոգերը, իսկ տան ներսում տիրում էր այնպիսի լռություն, որ լսվում էր սեփական սրտից զարկերը։ Ամուսինս Տիգրանը արդեն 6 ամիս է ինչ մեկնել էր Ռուսաստան, արտագնա աշխատանքի։ Մենք պարտքեր ունեինք, եւ նա ատամները սեղմած թողեց ինձ ու մեր 3 տարեկան դստերը, Արփիին, ու գնաց օտարություն։ Այդ գիշեր ես չէի կարողանում քնել։ Մի տեսակ անբացատրելի տագնապ կար հոգուս մեջ։ Հանկարծ լսվեց դռան զանգը, իսկ հետո դանդաղ, բայց հաստատուն թափոց հենց իմ ննջասենյակի դռանը։ Սարսուրը անցավ մարմնովս, ով կարող էր լինել այդ ժամին։ Տանը միայն ես էի ու քնած աղջիկս, բայց ես հիշեցի, որ բանալիներ ունի միայն մեկ հոգի՝ Տիգրանի ավագ եղբայրը, Աշոտը, ով ժամանակ առ ժամանակ գալիս էր ստուգելու, թե արդյոք մեզ ինչ-որ բան պետք չէ։ Բայց այս ժամին, ինչու՞։ Ես վախեցած մոտեցա դռանը։ Ո՞վ է։ Ձայնս դողաց։ Անահիտ, ես եմ, Աշոտը։ Բաց արա, խնդրում եմ։ Ձայնը խուլ էր, կարծես հողի տակից կար։ Երբ դուռը բացեցի, տեսա նրան։ Աշոտը միշտ զուսպ, միշտ ջպտերես, այդ տղամարդը կանգնած է շեմին, թրջված վերարգույով, իսկ աչքերը, Աստված իմ, նրա աչքերը կարմիր էին ու լցված մի այնպիսի ցավով, որ ես ինքնաբերաբար հետ քաշվեցի։ Նա ներս մտավ ու դուռը փակեց իր հետևից, սենյակում օդը ծանրացավ, մտքերս խառնվեցին իրար։ Միթե վատ լուր է բերել, թե ոչ, միթե նա եկել է վատ մտադրությամբ, չէ որ մարդիկ հազար ու մի բան էին խոսում, երբ երիտասարդ կինը մենակ էր մնում, իսկ ամուսնու եղբայրը հաճախ էր այցելում։ Աշոտ, ինչ է պատահել։ Հարցրի ես, խալաթս ամուր սեղմելով կրծքիս։ Ինչու ես այդ ժամին եկել։ Նա չպատասխանեց, ձեռքը տարավ վերարգուի ներսի գրպանը, սիրտս կանգ առավ։ Ինչ է հանելու։ Զենք, փող։ Նա հանեց մի ծրար, հասարակ ճմրթված մի ծրար եւ դրեց սեղանին։ Նստիր, Անահիտ, ասաց նա ցածր ձայնով, խոսելու բան ունենք, Տիգրանի մասին եմ։ Ոտքերս թուլացան, ես նստեցի մահճակալի ծայրին։ Նա ուրիշին է գտել։ Դա իմ ամենամեծ վախն էր։ Ասա, Աշոտ, մի տանջիր, նա էլ չի վերադառնալու։ Աշոտը նայեց ինձ եւ նրա դեմքով արդյունքներ գլորվեցին, տղամարդու ծանր լուր արդյունքներ։ Չէ, Անահիտ, նա ուրիշին չի գտել, նա պարզապես նա Ռուսաստանում չէ։ Այս բառերը որոտի պես հնչեցին։ Ինչ ես խոսում։ Մենք ամեն շաբաթ խոսում ենք։ Նա ասում է, որ Մոսկվայում է շինարարության վրա։ Նաստում էր, Աշոտի ձայնը կտրվեց։ Տիգրանը Երևանում է, արդեն 6 ամիս է։ Ես քարացա, իմ ամուսինը ում կարոտից ես խելագարվում եմ։ 6 ամիս է այստեղ է ու չի գալիս տուն։ Բայց ինչու, շշնչաց ես։ Ուրեմն նա ինձ չի սիրում։ Ուրեմն նա թաքնվում է ինձանից։ Աշոտը մոտեցավ, բռնեց ձեռքս, ինչը երբեք չէր արել, ու նայեց ուղիղ աչքերիս մեջ։ Անահիտ, նա քեզ կյանքից շատ է սիրում։ Դրա համար էլ ստել է։ Տիգրանը քաղցկեղ ունի։ Վերջին փուլն է։ Սենյակը պտտվեց աչքերիս առաջ։ Օդը չէր հերիքում։ Ինչ։ Նա իմացավ դրա մասին 6 ամիս առաջ, շարունակեց Աշոտը արագ, կարծես ուզում էր թեթևանալ այդ բեռից։ Բժիշկներն ասել էին, որ բուժումը շատ թանկ է ու երաշխիք չկա։ Նա գիտեր, որ եթե քեզ ասի, դու կվաճառեիր մեր տունը, կվաճառեիր ամեն ինչ նրան փրկելու համար, ու վերջում կմնայիր անտուն ու մենակ, փոքր երեխայի հետ։ Աշոտը խորը շունչ քաշեց ու ցույց տվեց սեղանի ծրարը։ Նա որոշեց, որ կձևացնի, թե գնում է խոպան։ Իրականում նա պարկած է հիվանդանոցում, էժանագին պալատում։ Այն գումարը, որն ուղարկում էր քեզ ամեն ամիս, դա իր աշխատածը չէր։ Նա վաճառել էր իր մեքենան, իր ժամացույցը, անգամ իր հորից մնացած ոսկե մատանին, որպեսզի դու ու Արփին ոչնչի կարիք չունենաք։ Նա ուզում էր, որ դու նրան հիշես ուժեղ, առողջ ու աշխատասեր, ոչ թե հիվանդանոցի մահճակալին հլվող։ Ես չէի կարողանում շնչել։ Կոկորդը սեղմվում էր ցավից։ Իմ Տիգրանը, իմ հպարտ Տիգրանը, մենակ, բոլորից լքված, մահանում էր հիվանդանոցում, որպեսզի ես չտուժեմ։ Նա արգելել էր ինձ ասել, հեկեկալով ասաց Աշոտը, բայց այսօր բժիշկն ասաց, որ նրան ժամեր են մնացել։ Նա անընդհատ քո անունն է տալիս, Անահիտ։ Ես չդիմացա։ Թող ինձ եղբայրական դավաճան համարի, բայց ես չէի կարող թույլ տալ, որ նա գնա առանց քեզ հրաժեշտ տալու։ Ես վեր թռա տեղից։ Ոչինչ չէի տեսնում արցունքներից։ Տար ինձ նրա մոտ, գոռացի ես։ Հիմա։ Մենք վազեցինք դեպի մեքենան։ Անձրևը խառնվում էր իմ արցունքներին։ Ճանապարհին ես բացեցի ծրարը։ Այնտեղ նամակ էր, գրված Տիգրանի դողդողացող ձեռագրով։ Իմ սիրելի Անահիտ, եթե կարդում ես սա, ուրեմն Աշոտը չպահեց խոստումը։ Մի նեղացիր նրանից։ Սերս, ես չէի ուզում, որ դու տեսնեիր իմ տառապանքը։ Ես ուզում էի, որ մեր աղջիկը ունենա ապահով տանիք։ Ես գնում եմ,
բայց հոգիս միշտ ձեր տանի պատերի մեջ է լինելու։ Ներիր ինձ, որ ստեցի։ Սուտս սիրուց էր ծնվել։ Երբ մենք հասանք հիվանդանոց, ես վազելով բարձրացա աստիճաններով։ Պալատի դուռը բացեցի ու քարացա։ Նա այնտեղ էր, այնքան նիհարած, այնքան գունատ, բայց դա իմ Տիգրանն էր։ Նա բացեց աչքերը, երբ լսեց ոտնաձայներս։ Նրա հայացքի մեջ ոչ թե վախ կար, այլ անսահման խաղաղություն։ «Անահի՞տ», շշնջաց նա, հազիվ շարժելով շուրթերը։ «Եկա՞ր»։ Ես ընկա նրա մահճակալի մոտ, բռնեցի նրա սառն ձեռքերը ու համբերեցի։ «Եկել եմ կյանքս, եկել եմ ու էլ երբեք չեմ թողնի քեզ։ Ինչու արեցիր սա, Տիգրան, ինչու»։ Նա ժպտաց, այն նույն ժպտով, որ սիրահարվել էի նրան տարիներ առաջ։ «Որովհետև դու արժանի ես ապրելու, ոչ թե գոյատևելու», կամաց ասաց նա։ «Խոստացիր, որ երջանիկ կլինես, խոստացիր, որ արփիին կպատմես, թե ինչքան շատ էր հայրը նրան սիրում»։ Այդ գիշեր Տիգրանը գնաց։ Նա մահացավ իմ գրկում, ձեռքս ամուր սեղմած։ Դրանից հետո անցել է 5 տարի։ Ամեն անգամ, երբ անձրև է գալիս, ես հիշում եմ դրան այդ թակոցը։ Այն թակոցը, որից ես այդքան վախենում էի, իրականում փրկություն էր։ Աշոտի շնորհիվ ես հասցրի ասել ամենակարևորը, հասցրի զգալ նրա վերջին շունչը։ Եվ հիմա, երբ նայում եմ մեր տանը, որը պահպանվեց Տիգրանի զոհաբերության գնով, ես հասկանում եմ, սերը միայն ես քեզ սիրում եմ բառերը չեն, սերը երբեմն լուռ հեռանալն է, որպիսի սիրելին ապրի, սերը ինքնազոհաբերումն է։ Եվ մինչև հիմա երբեմն, երբ տունը լուռ է լինում, ինձ թվում է, թե դուռը թակում են, բայց ես էլ չեմ վախենում։ Ես գիտեմ, որ դա պարզապես հիշողությունն է, հիշեցնելով, թե ինչպիսի մեծ սիրով եմ ես սիրված եղել։ Սիրելի ունկնդիր, կյանքում լինում են պահեր, երբ մենք դատում ենք մարդկանց, չիմանալով նրանց ցավը։ Գնահատեք ձեր կողքիններին, քանի դեռ նրանք կան, եւ միշտ հիշեք, իրական սերը երբեմն թաքնված է ամենացավոտ լռության մեջ։